Վարքային դժվարություններ ունեցող երեխաների հետ աշխատանքի մարտահրավերները եւ դրանց արդյունավետ կառավարման ուղիները Գյումրիում եղան երրորդյա մասնագիտական հանդիպման առանցքում։ Քննարկումը նախաձեռնել էր հայկական Կարիտասը, նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական եւ համապատասխան որակյալ կրթության կայացմանը ծրագրի շրջանակում պետական կառույցների, ինչպես նաեւ մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների մասնակցությամբ։ Շատ արդիական է թեման, մեր մոտ նաեւ պահանջը առաջացավ, երբ որ հայկական Կարիտասը սկսեց փորձարկել սովորողի անձնական օգնականի պիլոտային ծրագիրը դպրոցներում եւ մենք զգացինք, որ անձնական օգնականները երբեմն փախվում են իրավիճակների, որտեղ որ պետք է երեխայի վարքային դրսևորումներին լուծում տալ, պաշտպանելու երեխային, հենց սովորողի օգնականին եւ նաեւ ինչու ոչ շրջապատի երեխաներին եւ մարդկանց, ուստի նախաձեռնվեց այս դասընթացը։ Սեմինարի աշխատանքները վարել է Վրաստանից հրավիրված վարքագծային մասնագետ Գեորգի Դեմետրաշվիլին, որը ներկայացրել է միջազգային փորձը հարմարեցված տեղական կրթական համակարգի պահանջներին։ Դպրոցի ուսուցիչները, սովորողի օգնականները, հատուկ մանկավարժները պետք է միշտ պատրաստ լինեն ճգնաժամային իրավիճակներին։ Դրանց կառավարումը մենք հաճախ նմանեցնում ենք հրշեջների աշխատանքին։ Մեր նպատակն է նախանշել ճակերտավոր հրդեհի առաջացումը, ապա ունենալ մեթոդներ, որոնցով կարող են կարգավորել իրավիճակը։ Քննարկման առանցքային շեշտադրումներից մեկն էլ կանխարգելման մշակույթի զարգացումն է։ Մասնագետների դիտարկմամբ ճիշտ մեթոդիկան թույլ է տալիս նվազեցնել բախման եւ վտանգի հավանականությունը, չվերածելով միջամտությունը բռնության կամ ճնշման։ Դասընթացի իսկ սկզբերից մեր համար մի քանի դրույթներ պարզ դարձավ, որ այդ կանխարգելիչ միջոցները, կանխարգելիչ տեխնիկաները չպետք է վերածվեն բռնության, ուստի եւ այստեղ նկատվում է շատ նուրբ սահման, թե ինչպես գործեն մասնագետները այն, ովքեր մոտ են կանգնած ավելի երեխաներին, որ ոչ թե բռնություն գործադրեն, այլ կանխարգելեն ստեղծված վարքագիծը անվնաս դուրս գալով իրավիճակից եւ երեխայի համար եւ մասնագետի համար։ Երբ երեխան հանկարծ պառկում է գետնին, հրաժարվում շարժվել կամ դրսևորում է հարվածելու, կծելու, մաս քաշելու վարք, իրավիճակը կարող է մի քանի վայրկյանում դուրս գալ վերահսկողությունից։ Այսպիսի պահերին ճիշտ արձագանքը որոշիչ է դառնում թե երեխայի, թե շրջապատի անվտանգության համար։ Վարքային դժվարություններով երեխաների աջակցումը շարունակում է մնալ ներառական կրթության ամենազգայուն ու պատասխանատու ուղղություններից, իսկ մասնագիտական հմտությունների զարգացման ուղղված ծրագրերը հնարավորություն են ստեղծում ձևավորելու անվտանգ, ընդունող եւ աջակցող միջավայր յուրաքանչյուր երեխայի համար։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։